Ծանր է Ռուստամ Բաքոյանի բեռը։ Մեկ թևի տակ առնելով, մեկ ուսին դնելով, հետո գրեթե շալակած հեռացնում է ՔՊԱ-ական գործընկերոջը։ Արեն Մկրտչյանը ՔՊԻ այսպես ասած հարձակվողների բանակից չէ, բայց նա էլ է ափերից դուրս եկել։ Ընդդիմադիրները նկատում են ՔՊԱ-ականների զայրույթը պոռթկում է այն պահին, երբ Հայաստան խմբակցությունը հայտարարում է, որ ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին նախագիծ է ներկայացրել օրենսդիր։ Հենց ԱԺ նախագահն է լարում իրավիճակը։ Դե դուք ձեր մեջ ներքին վեճ ունեք դաշնակցականներով Հայաստան դաշինքի մնացած անդամներն պլեն են ընկել այս խոսակցության։ Ու թող չփորձեն տեղից արձագանքել ընդդիմադիրները։ Սա է Ալեն Սիմոնյանի կեցվածքը։ Նստեք, ինչի՞ չանեմ, նստեք։ Ըստ Ալեն Սիմոնյանի մանկապարտեզում չեն։ Դու նստած մնաք։ Բայց Սիմոնյանը իրեն պահում է մանկապարտեզի վարիչի պես, նկատում են ընդդիմադիրները։ Ազգային ժողովի նախագահը խոսում է այնպես, ինչպես ուզում է, երիտասարդ անվանում Գառնիկ Դանիելյանին։ Երիտասարդ, լսի։ Վահե Ղալումյանն այնպես է կուրծք տալիս Ալեն Սիմոնյանի պաշտպանության համար, որ սկսում է հրմշտել իրեն հանդարտվելու կոչանող Գեղամ Մանուկյանին։ Իսկ ՔՊ խմբակցության քարտուղարը սադրանքն էլ ավելի է սրում, սեռական հայհոյանքով։ Միևնույն է, հետդարձ չկա։ Իշխանականների կրքերը բորբոքած նախագիծն արդեն մուտքագրվել է խորհրդարան։ Պետք է քննարկվի հայոց ցեղասպանության ժխտման բոլոր դրսևորումները քրեականացնելու մասին հարցը։ Այո, գալու մտնի խորհրդարանի որակը։ Ցեղասպանության ժխտումը քրեականացված է, ինչով է տարբեր։ Ոչ, մենք կոնկրետ պատիժ ենք առաջարկում, կոնկրետ դեպքերի։ Քրեական օրենսգրքի 136-րդ հոդվածի համաձայն պատժելի են միայն այն դեպքերը, երբ ցեղասպանության ժխտումը կատարվում է ատելություն, խտրականություն կամ բռնություն հրահրելու նպատակով։ Բայց պատիժ չի սահմանվում օրինակ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների համար, որոնք թուրքական ջրաղացին ջուր լցնել է անվանել անգամ ցեղասպանությունների դեմ պայքարող Լեմկինի միջազգային ինստիտուտը, բացատրում են Հայաստան խմբակցության պատգամավորները։ Հստակեցնում իրենց առաջարկած նախագծի օրենք դառնալով քրեական հանցագործություն կհամարվեն նաև Փաշինյանական ոճի հայտարարությունները, թե հայերն են մեղավոր ցեղասպանվելու համար, պետք է հաշվել, արդյոք 1.5 միլիոն հային սպանել 1915-ին։ Այո, իրենց հայ ժողովրդին առաջարկած գիծը Հայաստանի կործանման ճանապարհն է։ Ընդդիմադիրները երկու ճանապարհ են առաջարկում իշխանական պատգամավորներին։ Կողմ քվեարկել Հայաստան խմբակցության առաջարկած նախագծին փակելով հայոց ցեղասպանության ուրացման դուռը կամ մերժել այն ու ամրագրել, որ իրականացնում են ժխտողական քաղաքականություն։ Հայաստան խմբակցությունը ենթադրում է Նիկոլ Փաշինյանի թիմը երկրորդ ճանապարհով է գնալու, հենց դրա համար էլ թիրախավորում են պատիժ պահանջողներին։ Իրենց հարձակումը դաշնակցության եւ առհասարակ ազգային ուժերի ազգային գործիչների նկատմամբ բնական է, որովհետեւ եթե դուք նայեք Ադրբեջանի, Թուրքիայի խոսույթը ու Հայաստանի կառավարության ու ՔՊԱ-ական մեծամասնության, դրանք շատ նույնն են, որովհետեւ Հայաստանի թշնամիներ եւ սրանք այո ատում են ազգային ուժերին, իսկ դաշնակցությունը իր կենսագրությամբ, պատմությամբ, ազգային գաղափարախոսությամբ այսօր Հայաստանի ամենաընդլայնված ու համահայկական ազգային ուժն է։ Անդրադառնալով ազգային ժողովի նախագահի սադրանքներին, ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի հայհոյանքներին, Սաղաթելյանը միտքն այսպես է ձևակերպում. տղամարդկային չէ, ՔՊ-ն հիմա կարողանում է թաքնվել պետական պահպանության ծառայության թիկունքում, բայց գալու է պատասխան տալու ժամանակը։ Այն ժամանակ, եթե մեջները տղամարդ կա ցանկացած իրավիճակում, ցանկացած որ կարա խոսի ու ասածներին պատասխան տա, կտեսնենք։ Քննչական կոմիտեի ղեկավար Արթուր Պողոսյանը խորհրդարանում է հայողը պատասխանատվության կկանչեն ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանին օրենսդիրում սեռական հայհոյանք հնչեցնելու համար։ Քննչականի ղեկավարը կոմիտե դիմելու ընթացակարգերի դասախոսություն է կարդում։ Մենք պետք է արդարացնել հասկանալ։ Հարցը շրջանցում։ Ես չեմ հիմա պատրաստ չեմ։ Արփիս Քեսյան, Նորա Շարբաթյան, Սմբատ Ասլիկյան, Հայլուր։